քնի դեղերը անվտանգ են, թե կարելի է օգտագործել։ Չի կարելի օգտագործել, միանշանակ կարող եմ ասել, եթե դա չի նշանակել բժշկը, որովհետև մենք խոսեցինք պատճառների մասին, խոսեցինք, որ ավելի շատ անքնությունը ինքը սովորութային խնդիր է եւ ոչ մի դեղ, ոչ մի մելատոնին, ոչ մի ու նմանատիպ դեղեր ուղղակի խմելով ձեր անքնությունը չի վերանա, այսինքն եթե մենք չենք վերացնում պատճառը, անկախ նրանից, որ օքեյ, ինչ որ ժամանակով, ինչ որ պահի, ինչ որ պերիոդում միգուցե դեղորայքով ավելի լավ քնենք, բայց խնդիրը եթե մնա, ինքը բնականաբար ավելի կխորանա։ Ու ավելի լավ է դուք փորձեք ու համառորեն պայքարեք այդ սովորությունները ձեռք բերելով, վստահաբար շատ ավելի լավ կօգնի, քան թե սկսենք դեղորայքային բուժմանը։ Իրականում մեզ էլ որ դիմում են պացիենտները անքնությամբ, մենք շատ հազվադեպ դեպքերում է, որ հենց քնաբեր ենք նշանակում։ Շատ հազվադեպ։ Բայց ինչու, հիմա կասեն, ես չունեմ որևէ այլ հիվանդություն, խնդիր, իմ անքնությունը սովորությունների հետ է պայմանավորված, իսկ մելատոնինն էլ քնի հորմոն է, ինչու չի կարելի լրացնել քնելու համար։ Բայց ինչ գիտեն, մելատոնինը պակաս է, թե ոչ։ Ավելի կխանգարի։ Շատ հաճախ երբ պացիենտները գալիս են անքնությամբ, մենք ստուգում ենք մելատոնինը արտադրվում է օրգանիզմում, թե չի արտադրվում համապատասխան ժամերին, նրանց մոտ մելատոնինի խնդիր չկա, այսինքն նրանց մոտ քնի հորմոնը արտադրվում է, բայց իրեն սովորութային փոփոխությունների հետևանքով նրանք չեն կարողանում քնել, այսինքն պետք է այդ սովորությունները, այդ քնի հիգիենա եւ ամեն ինչը նյարդային համակարգը կարգավորել։ Պետք է չխանգարել մելատոնինի արտադրությանը, ընդամենը, այս գաչետները երբ պահում ենք աչքերին, վերջ, խանգարում ենք արտադրությանը մելատոնինի, ինչու, որովհետև թվում է, թե լույսը բացվեց, աչքերը այդպես են ընկալում եւ քնել արդեն չի ստացվի։